այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այս սահմանազատման գործընթացում։ Նոր քննարկումներ չկան։ Անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղի ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ Հայաստանի իշխանությունները սպասում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասացին, որ կա, պետք է ներկայացվեն իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ